Ան, հետո ծնվեցին քո երկու տղուկները եւ փաստորեն քո երկու դուստրերը դարձան նրանց համար ավագ քույրեր, մայրեր։ Իմ փրկությունը, իրոք իմ փրկությունը, որովհետեւ ես ասում եմ դա ինձ համար sense գտած երկու գանձեր էին, որովհետեւ այն ասպարեզում որ մենք աշխատում ենք, դու գիտես զբաղվածության սահմանը եւ ես եթե գլուխ կովեմ եւ ասեմ ամեն ինչ հասցնում եմ, ոչ, կարող են նախաճաշը պատրաստել, կարող են երեխային նայել, կարող են տանել դուրս ու ես այդ ժամանակ կարող եմ հանգստանալ։ Երբ տղամարդը խոհանոցում է, կինը հանգստանում է։ Ահա այսպես էլ պատահեց մեզ հետ։ Մենք այդքան տարբեր հետաքրքիր ուտեստներ պատրաստելուց հետո անգամ չհասցրեցինք հասկանալ, թե երբ Անահիտի ամուսինը Արտակը կարողացավ պատրաստել միսը եւ խորովել այն։ Այսպիսով ձեզ ենք ներկայացնում Արտակի թոնժում պատրաստած արիշտան հատուկ բաղադրատոմսով։ Պետք է նախապես եփել արիշտան, թողնելով մի քիչ թերխաշ, ինչպես ասում են իտալացիները, al dente։ Այնուհետև լցնել կավե ամանի մեջ եւ դնել էլեկտրական կամ սովորական թոնրի հատակում եւ վրան կախել խոշոր աղով, կարմիր պղպեղով եւ ռեհանով համեմված միսը, լինի խոզի թե տավարի։ Միսը խորովվելիս յուղն ամբողջությամբ թափվում է արիշտայի վրա։ Այսպիսով ստանում ենք գուցե մի քիչ ավելի կալորիական, բայց շատ հետաքրքիր համերով ու համեմունքներով միախառնված իսկական հայկական համեղ ճաշատեսակ։